կարմիր խաղացող եմ։ Կարմիր խաղացող եմ։ Համար 2 դիմումը շատ ուժեղ սև խաղացող ես։ 4-ն է սև խաղացող։ Սևա 4-ը 10-ը։ Համար 5-ը ավելի շատ սև է։ Այստեղ 2 սև կա։ Իմ համար սև խաղացողը համար 10-ն է։ Մաֆիան քաղաքում նախագծի առաջին եթերաշրջանը մոտենում է ավարտին։ Եթե կարմիր եք խնդրում, ցենց կարմիր եք, որ կարմիրներով գրենք այս խաղը, ամոթ է, հերիք եղավ բոլորը։ Ինքը միշտ բոլոր խաղերն ինձ սև է տեն։ Խի այ մարդ, հասկացանք, մազերս բաց ներկեմ կամ մեկ-մեկ ինձ ուրիշ գույների մեջ էլ տեսնես։ 2 ամիս շարունակ անզիջում պայքար, մեկը մյուսից դիտարժան խաղեր։ Ուզում եմ հասկանամ, համար 4, երբ որ համար 2-ը քեզ թաղում է, խի ես դնում համար 8։ Համար 10-ին խնդրում եմ, էլի ստուգեք հասկանանք ով է, որ դու ինքան լավ խաղացող ես համար 10, որ տենց սխալներ չէիր անի։ 30 մասնակից, հայտնի ու սիրված դեմքեր եւ ուշադրություն, ընդամենը մեկ հաղթող։ Ով է նա։ Կիմանանք ամանորի նախաշեմին, զինվեք համբերությամբ եւ հետևեք վերջին բախումներին, որտեղ հաղթելու է ուժեղագույնը։ Հարամ ելնի սենց խաղը։ Դիտեք Մաֆիան քաղաքում նախագծի եզրափակիչ խաղերը 3 օր անդադար դեկտեմբերի 29-ին, 30-ին եւ 31-ին ժամը 22:30-ից միայն Կենտրոնի եթերում։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, ունենք շատ հետաքրքիր հյուրեր, Կենտրոն հեռուստաընկերության եթերում իր եթերաշրջանն է ավարտում Cherry Maf ակումբի Մաֆիան քաղաքում նախագիծը։ Ընթացքի եւ սպասվող եզրափակիչ խաղերի մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Cherry Maf ակումբի հիմնադիր Մաֆիան քաղաքում նախագծի հեղինակ պրոդյուսեր Արտյոմ Հակոբյան, Լույս Սարավոտի, դերասաններ եւ նախագծի մասնակիցներ Նարի Վարդանյան եւ Սաթեն Ղազարյան, գեղեցկուհիներ։ Բայց իմ կարծիքով իրանք որ կան պրոյեկտում արդեն ստացված է, всё, այն ոչ կարելի չէ։ Նախագծի շուքը փայլը արդեն հաղորդված է։ Շուքը միշտ գեղեցկացնում է ցանկացած հաղորդում, նախ բարի լույս, ողջունում եմ ձեր տաղավարում, արդեն երկրորդ անգամ ենք մեր նախագծի շրջանակներում, շնորհակալ ենք Կենտրոն հեռուստաընկերությանը, հետաքրքիր նախագիծ ամեն նախագիծը ինձ թվում է սիրվել է հեռուստադիտողի կողմից, նաև արդեն 2 ամիս շարունակ գնում է եթերում եւ 200,000-ից ավել դիտում ունենք։ Առաջինի համար շատ հետաքրքիր արդյունք է։ Ես ավելի մեծ էի ակնկալում, բայց առաջինով այդքանով բավարարում եմ։ Նաև դատարկ ձեռով չեմ եկել, քանի որ Cherry Maf ակումբը հանդիսանում է Հայաստանում ամենաառաջատար ակումբը։ Ես դες դատարկ Անտոնական մեզ քարտերն եմ նվեր բերել։ Համեցեք մեր Cherry ակումբ, փողին մունատ, էլի շնորհավոր աման ես ցույց տանում։ Սիրում ենք ձեզ, շնորհակալ ենք Համեցեք Cherry Maf ակումբ։ հյուրեր։ Հա, համեցեք Cherry Maf ակումբ, խաղանքետները Մաֆիա, շատ հետաքրքիր խաղ է։ Այս եթերաշրջանը, այս հաղորդաշարը մի փոքր տարբերվում է, քանի որ այս նա մրցույթ է, մասնակցում են 30 մասնակից, տարբեր բնակավարի։ Ավելի ժամանցային, ռեյտինգային խաղեր են ավելի շատ, մրցույթ է, որտեղ լինում են հաղթողներ եւ պարտվողներ, 20 մասնակից դուրս է մնում փաստորեն եթերաշրջանային եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունից 10 լավագույն խաղացողները անցնում են եզրափակիչ եւ ռեյտինգային սկզբունքով ունենում են հաղթողներ, առաջին տեղ, երկրորդ տեղ, երրորդ տեղ, ունենք մրցանակներ, նախ շուտով ամանորի երեկոները կզարդարեն մեծ եզրափակիչ հաղորդումները Կենտրոն TV-ում 29-ին, 30-ին եւ 31-ին կլինի մեր եզրափակիչ 3 մասանոց խաղերը, հեռուստադիտողը թող զինվի համբերությամբ շատ հետաքրքիր խաղեր լինելու եւ բաց կդառնա առաջի եթերաշրջանի հաղթողը։ Շատ լավ, հարցը զում ուղղել աղջիկներին, թե չէ արդեն աչքերը կպնում էր մարդկանց։ Օրինակ ինչով է ձեզ գրավել այս պրոյեկտը, հա, որովհետև հեռուստադիտողը եւ շատ-շատերը ձեզ ծանոթ են բազմաթիվ պրոյեկտներից ու ձեզ սպասում են տեսնել ավելի լաքշրի, ավելի գլամուր, ինչ որ տենց վաու, բաների մեջ։ Սա շատ ներվ պահանջող խաղ է, ըստ իս, չէ՞։ Ես կասեի նաև համբերություն պետք է ունենաս։ Ես ինքս այսպես ասեմ, էմոցիոնալ լինելով հանդերձ, առաջին անգամ երբ որ նկարահանում էինք ունենում, այսպես ասեմ, ես վերջին անգամ մաֆիա խաղացել էի ուսանող տարիներին եւ հետո արդեն TV որպես պրոյեկտ ու ես էմոցիոնալ լինելով հանդերձ կանոններին այդքան էլ տեղյակ չեմ ու սկսեցին արդեն պրովոկացիան իմ հանդեպ ու ես առանց իմանալու հելել եմ ինչ ընդհատում եմ խաղը, խոսում եմ եւ այլն, մի անգամից ստանում եմ 3 նկատողությունները, հետո հասկանում որ դա չի կարելի, բայց
այսպես ասեմ, արագ ինտեգրվեցի խաղի մեջ եւ բավականին լավ արդյունքներ ցուցաբերեցինք եւ մեր մասնակիցներից մեկը միացած լավ արտահայտություն արեց, ասաց սա այն խաղն է, որ բոլորը ստիպված գոնե 1 րոպե լռում են եւ լսում են դիմացինին։ Հետաքրքիր էր, նաեւ իմ համար շատ դժվար, որովհետեւ իմ համար այս խաղը պիտի ուղղակի կարողանաս լավ սուտ խոսել։ Իմ մոտ որ չի ստացվում ակամայից իմ էմոցիաների, իմ միմիկաներից դա զգացվում է ու անընդհատ Նայնա լավ սուտ խոսում թե շատը։ Մաֆիա խաղը ինքը սուտ խոսալու մասին չի։ Մաֆիա ոչ թե խոսալու մասին չի, այլ պիտի կարողանաս համոզես։ Չերի մաֆ ակումբի հավատարիմ ակումբակից եմ արդեն 8-9 տարի, չէ։ Արծում ջան, սարսափելի եմ սիրում մաֆ խաղալ։ Իմ կարծիքով մաֆիան պահանջում է ուշադրություն, հիշողություն, վերլուծություն եւ իհարկե տրամաբանություն։ Ինքը այսպիսի մի տերմին կա, չէ, գործից դուրս։ Ինքը ֆանտաստիկ մեթոդ է մաֆիա խաղը գործից դուրս երևույթը կազմակերպելու համար։ Այնպես որ խորհուրդ եմ տալի բոլորիդ անպայման խաղալ մաֆիա։ Իսկ ինչն էր ամենաբարդը նախագծի ընթացքում։ Դե նախագիծը ինքն իրանով որ մասնակցում են 30 մասնակից, տարբեր բնավորություններ, տարբեր մարդիկ, մեդիա դեմքեր, ամենադժվարը նրանց համախմբներն էր եւ կազմակերպել թե ուսուցողական խաղերը, թե ընդհանուր նկարահանումները, որովհետեւ ահռելի դժվարությամբ են մարդկանց համոզելասելով լավ ստացվեց արդյոք։ Ինքը պունկտուալ պետք է մարդիկ լինեն, պետք է ժամերին գալ, շատ դժվար ծանր աշխատանք էր, որը մենք 5 ամիս շարունակ նախապատրաստվել ենք, այդքան մարդը հավաքագրել, խաղեր կազմակերպել, ու մարդիկ կային, որ անպատրաստ էին, վերջի օրով եկան ու խոսքս վերաբերվում է մեդիա ոլորտի ներկայացուցիչներին, հենց միջ նկարահանումը 3-4 մեդիա դեմք փոխվեց, վերջի օրով մենք մարդիկ ենք փոխում, այդ ամենադժվարն էր, ամենալարվածն էր, բայց ինձ թվում է ստացվել է նախագիծը, քանի որ բազմաթիվ զանգեր, բազմաթիվ հանդիպումներ ու պահանջը շատ է այս խաղի, ինքը սիրված խաղ է, տարիներ շարունակ մարդիկ նայում են, խաղում են, զարգանում է օրեցօր մաֆիան, գոյություն ունեն բազմաթիվ մաֆիայի ֆեդերացիաներ միջազգային եւ սպորտիվնի մաֆիա են խաղում, տարբեր աշխարհի տարբեր ծայրերից խաղում են ու մեծ ինքը պահանջարկ ունի։ Եվ սովետական միության երկրներում նույնիսկ Միացյալ Նահանգներում կան բազմաթիվ մաֆակումներ, մի խոսքով հետաքրքիր է։ Եվ այդ իսկ շարունակությունը լինելու է, որ մեր ուսխորհուրդներն են դիմել մեր կենտրոն հեռուստաընկերությանը, մեր հաղորդաշարին են դիմել եւ այս եթերաշրջանից հետո նկարահանվելու է ուսանողական լիգա Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի նախաբարձր հովանու ներքով շնորհակալություն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին նման երիտասարդությանը նման աջակցելու համար, որ ինքը միշտ երիտասարդության կողքին է ու արդեն մեր ուսանողությունն էլ խաղալ մաֆիա, նաև խոսելով նախագծի մասին, ասեմ, որ երկրորդ եթերաշրջանն է նախապատրաստվում, արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, հունվարի 20-ից կնկարանվի Mafia in the City երկրորդ եթերաշրջանը, զուգահեռ կնկարանվի ուսանողական լիգան։ Այսքան ժամանակ այս պրոյեկտում ներգրաված են եղել տարբեր քաղաքական գործիչներ, հայտնի դեմքեր, մի խոսքով շատ սիրված, պահանջված մարդիկ։ Կարող ենք ասել ով էր ամենակարգին շերիֆը, ով էր ամենալավ դոնը, ելով ունենք, ով էր ամենալավ կարմիրը խաղում են, որ մարդիկ կան, չէ, կարմիրը, բայց նայում ես զուս սև խաղա, Ես օրինակ շատ սիրում եմ կարմիր խաղալ։ Ով է ձեր ամենասիրելի դոնն ու շերիֆը։ Խոսքը մեդիա ոլորտի մասին է այս եթերաշրջանի, թե ընդհանուր առմամբ։ Ընդհանուր առմամբ։ Ասեմ, չեմ ուզում նա առանձնացնեմ, բայց չեն եղանը, որպես մասնակից։ Ինձ որպես պրոդյուսեր, որպես կազմակերպիչ, ասենց ասեմ, շատ դուր է եկել իր խարիզմայով, իր խաղով, իր վերլուծություններով եւ շունչ ու հոտը հաղորդաշարին սիրված դերասան Լևոն Հարությունյանը, քանի որ իր խաղը, իր ներկայությունը նախագծում անկրկնելի էր եւ իր այդ բավականությունները նույնիսկ խաղալը չէր կարող 5 րոպե հանգիստ նստեիր, իր հումորը, իր կերպարը շատ հետաքրքիր էր։ Լավ, որպես կարմիր խաղացողի դեպ լավ էր խաղում։ Առանձնացնեմ նաև
մեր Արման Աբովյանն էր հետաքրքիր վերլուծություններ անում լավ խարիզմա, չեմ ուզում խոսամ նաև մեր գեղեցիկ սերի ներկայացուցիչների Այ իրանք ավելի շատ Նա ասենց ասեմ, նայի ասենց ասեմ, լավագույն ջարդողն էր։ Միշտ 2 խաղ, 6 խաղ խաղացել է, 2 խաղում ջարդել է։ Նույնիսկ ինձ է ջարդել խաղից անե ու Այդ են կտորն է, որ նյարդանացած հերնում եք դուք։ Դա նային է առանձնացնեմ որպես լավ ջարդող խաղացող։ Ճիշտ է ինքը ջարդում էր, ճիշտ էր ջարդում իր ջարդելու շնորհիվ իր թիմը հաղթում էր, նաև ինքը նման քայլերի շնորհիվ նաև հայտնվեց եզրափակչում, Սաթենն էլ էլի քիչ չի գնացել իր վախից միշտ ես երբ որ այդ էինք խաղում միշտ ինձ դնում էր առաջի գիշերը կրակում էր կամ ասում էր ինքը եթե չի կրակում ուրեմն սև է օգնում եք կազմակերպչական գործի վրա ենք միայն թողում, որովհետև խոսքով առանձնացնեմ, ասենց ասեմ, բոլոր մասնակիցները յուրատուկ մասնակիցներ էին, ընտրվել էին Գույն հաղորդող։ Կողմից հա գույները, իսկ թվում է որ ասեմ լավագույն խաղացող։ Նա սաղ նաև ասենց ասեմ ուսուցողական բնույթ է կրում այս հաղորդաշարը, քանի որ մենք սա պրոֆեսիոնալ խաղացողների մրցույթ չի, ուզում եմ մեր հեռուստադիտողն էլ իմանա, որ սա պրոֆեսիոնալ մրցույթ չի։ Այս հաղորդաշարով մենք ուզում ենք մաֆիա խաղը սերմանել մեր երիտասարդ սերունդի մեջ, իրանք ինտելեկտի նկատմամբ ավելի շատ սեր ունենան ու եւ այս խաղան այլ խաղեր եւ այլ զբաղմունքներով զբաղվել, քանի որ մաֆիա խաղը զարգացնում է մարդու ուղեղը, աշխատանքն է ուղեղի արագացնում ու հիմնական նպատակը դա է խաղացողների լավ կամ վատ լինելը դա հարաբերական է։ Ու այս եթերաշրջանում մասնակցում էին թե փորձառու խաղացողներ, թե սկսնակ խաղացողներ, թե սկսնակ դերասաններ եւ խոսել որ ինքը պրոֆեսիոնալ խաղացողներ չէ, մեկը լավ է խաղում, մեկը վատ է խաղում, մի քիչ ինձ թվում է տեղին չի, քանի որ սա շոու է, Բայց որքան շատ ես խաղում, ավելի ես չէ հմտանում, ավելի հասկանում ես բոլոր մանրուքները։ Ասեի, որ հետաքրքիր քաշող բան ունի այս խաղը իր մեջ, ես որպես առաջին անգամ մասնակից, մի տեսակ առաջին անգամ խաղալուց հետո սիրահարվեցի այս խաղին։ Անընդհատ ուզում ես ոնց որ դառնում ես մաֆիա մոլ, ուզում ես անընդհատ գազ, խաղաս։ Բայց այդ մարդկանց ներգրավվածությունն էլ է պետք մեծ դեր խաղում, որովհետև որքան էլ խաղը հետաքրքիր է, բայց հենց մուդը ստեղծում են մարդիկ։ Թիմը 10 հոգին է ստեղծում, նայած ինչպես է խումբես ձևավորվում։ Այդ խմբից շատ բան է կապ։ Ինչ անակնկալներ է սպասվում եզրափակչի ընթացքում։ Ինչ սպասի հեռուստադիտողը։ 29-31 նայենք ավելի։ Դուք նայեք անակնկալ լինելու ամեր ծիրելի հեռուստադիտողին, ասեմ որ շատ հետաքրքիր անակնկալ ալուն, չեմ ուզում ասեմ, դա կտեսնեք կլինեն այսինքն անակնկալներ։ Այո, պետք չի չեկերտներ բացել։ Արժեվում ամանոր է եւ կլինեն անակնկալ եւ մեր հենց առաջի րոպեներից հաղորդման սկզբից այդ անակնկալը կլինի եւ բոլոր ինձ թվում է դարքիր անակնկալ կլինի եւ կսիրվի այդ անակնկալը մեր հանրության կողմից։ Այո, մաֆիան միշտ անակնկալներով լի է եւ ինձ թվում է մոտակա ժամանակահատվածում 1 տարի առնվազն մեր սիրելի հեռուստադիտողը առանց մաֆիայի չի մնա, Կենտրոն TV եթերում պլանավորում ենք բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, եթերաշրջաններ, ես կասեի, ու մեր սիրելի հեռուստադիտողը բարապ չի մնա եւ կսիրի մաֆիա խաղը ավելի շատ, կսովորի եւ կխաղա, կդառնա իրական մաֆիան։ Շատ լավ։ Իսկ մեր հեռուստադիտողն առաջարկում է 29-30-31 այդ բլինչիկ թողեք կոմի վրա, որ պարապ չմնաք, շատ թույն ամանորյա գժական եթերներ է սպասվում, շակերտները այդքան էլ չի բացվում, բայց որ այս մարտիկ ներառված են այս պրոյեկտի մեջ արդեն հետաքրքիր է, արդեն կարելի է եւ պետք է նայել ու կան շատ այլ ֆանտաստիկ դեմքեր։ Իսկ մեր հյուրերն են Չերի Մաֆ ակումբի հիմնադիր Մաֆիան քաղաքում նախագծի հեղինակ, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը։ Շնորհակալություն։ Մերսի նվերի համար։ Դերասաններ նախագծի մասնակիցներ Նարի Վարդանյան, Սաթեն Ղազարյան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ եկաք հաղորդման ռեյտինգը ավելի բարձրացավ։